Մատթեոս 26-րդ գլուխ։ Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց. Գիտեք, որ 2 օր հետո զատիկ է, և մարդու որդին պիտի մատնվի խաչվելու համար։ Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում և խորհրդակցեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն, բայց ասում էին. Ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Երբ Հիսուսը եկավ Բեթանիա Բորոտ Սիմոնի տուն, նրան մի կին մոտեցավ, որն իր հետ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և մինչ նա սեղան էր նստած, յուղը թափեց նրա գլխին։ Երբ աշակերտները տեսան, բարկացան և ասացին. Ինչի համար էր այդ յուղի վատնումը, որովհետև այն կարելի էր մեծ գնով վաճառել և տալ աղքատներին։ Հիսուսն իմացավ այս և նրանց ասաց. Ինչու եք անհանգստացնում այդ կնոջը։ Նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Իմ մարմնի վրա այդ յուղը լցնելով նա նշանով հայտնեց իմ թաղվելու մասին։ Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, որտեղ էլ քարոզվի այս ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն։ Այդ ժամանակ 12-ից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ և ասաց. Ինչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ։ Նրանք 30 արծաթ դրամ վճարեցին նրան։ Դրանից հետո Հուդան հարմար առիթ էր փնտրում, որ Հիսուսին նրանց մատներ։ Բաղարջակերած տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը։ Հիսուսն ասաց նրանց. Գնացեք քաղաք այսինչ մարդու մոտ և նրան ասեք. Վարդապետն ասում է, իմ ժամանակը մոտեցել է, իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու զատիկը։ Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուսը 12 աշակերտների հետ սեղան էր նստել, և մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ։ Աշակերտները խիստ տխրեցին, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. Միթե ես եմ, Տեր։ Նա պատասխանեց և ասաց. Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է ինձ մատնելու։ Մարդու որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է։